15-րդ դարի վերջին, 16-րդ դարի սկզբին Իտալիայում մեկը մյուսի հետևից ստեղծվում էին իսկական արվեստի գործեր, որոնք կապ ունեին նկարչության, արվեստի, ֆիզիկայի, փիլիսոփայության և այլ բնագավառների հետ։ Այս ամենի հեղինակը մի սովորական մարդ էր, որը հետագայում հեղաշրջելու էր ողջ պատմության ընթացքը։ Նա և նկարիչ էր, և աստղաբան, և ֆիզիկոս։ Սրանք ամենաչնչին ունակություններն են, որն ունեցել է վերածննդի կամ ինչու՞ չէ, նաև ողջ պատմության ամենաականավոր արվեստագետը՝ Լեոնարդո դա Վինչի։ Լեոնարդո դա Վինչին բնավորությամբ փակ մարդ է եղել։ Նա աշխատել է մենակ, ստեղծել իր գործերը և պահպանել դրանք հատուկ վայրերում։ Նա սիրում էր իր գործերի մեջ գաղտնիքներ կամ այսպես ասած կոդավորումներ թողնել։ Նրա յուրաքանչյուր գործը, որ բնագավառից էլ որ դա լինի, ունի իրեն հատուկ բացատրությունը, իսկ որոշներն էլ դեռևս ողջ մարդկության համար անբացատրելի են։ Նա է առաջին անգամ տվել շարժվող մեխանիզմի բնութագիրը։ Նրա թողած գծագրերի հիման վրա են ստեղծվել ներկայիս բոլոր թռչող սարքերը։ Նա առաջինն էր, որ մարդուն համարեց տիեզերքի կենտրոն, ուսաներ և գիտական, և փիլիսոփայական բացատրություն։ Նա նաև բազմաթիվ տեղեկություններ է թողել մարդու օրգանիզմի կառուցվածքի մասին։ Եվ սա դեռ բոլորը չէ։ Դա Վինչիի գլուխ գործոցներից է աշխարհահռչակ Մոնա Լիզայի կամ Ջոկոնդայի հրաշագեղ նկարը։ Ճիշտ է, նկարի կինը այնքան էլ գեղեցիկ չէ, բայց հեղինակը այնպիսի երանգներ, այնպիսի կենդանություն է տվել նկարին, որ նայելիս կարծես մի հեքիաթային տեսարան է բացվում քո դիմաց։ Գիտնականները շատ են փորձել բացահայտել, թե ով է նկարի կինը, ինչու է արվեստագետը հենց նրան նկարել։ Երկար տարիների հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ հեղինակը նկարել է ինքն իրեն, այնուհետև տգեղ համարելով ավելացրել է կանացի դիմագծեր և ստացել իր կնոջ իդեալը։ Գիտնականները այս եզրահանգությանը եկան այն ժամանակ, երբ դա Վինչիի այս հայտնի նկարը վերադրեցին Մոնա Լիզայի նկարի վրա։ Ինքներդ էլ տեսնում եք, որ ամեն ինչ համընկնում է։ Հետազոտողների ուշադրության կենտրոնում է նաև Սուրբ Իոանն կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ նկարը։ Այս նկարում Մկրտիչը գրկել է քրիստոնեական խաչը, բայց մի բան մնում է անբացատրելի։ Ինչ է խորհրդանշում Մկրտչի ցուցամատի դիրքը։ Ինչ է այն թաքցնում։ Երկար հետազոտություններից հետո նույն նշանը գտնվեց նաև դա Վինչիի այլ գործերում, որոնցից է օրինակ այս նկարը, որտեղ պատկերված են Սուրբ Աստվածածինը, Սուրբ Աննան, Քրիստոսը և Սուրբ Հովհաննես Մկրտիչը։ Եթե ուշադիր դիտենք, Սուրբ Աննայի ցուցամատը նույն դիրքում է, ինչ նախորդ նկարում։ Նշանը նաև առկա է խորհրդավոր ընթրիքը նկարում։ Ըստ մի քանի վարկածի, մատի դիրքը ցույց է տալիս ուղղությունը դեպի Աստված, մեկնաբանելով, որ Աստված երկնքում է։ Այլ բացատրությունները չեն ընդունվել հետազոտողների կողմից։ Իրեն բնորոշ բացատրությունը դեռ չի ստացել նաև այս նկարը։ Ըստ դա Վինչիի թողած տեղեկությունների, նկարում պատկերված են Սուրբ Աստվածածինը, Քրիստոսը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը և մի կին, որի մասին տեղեկություններ չկան։
Նկարում առկա կնոջ ով լինելը դեռ շատ փոքր առեղծված է նկարում առկա ամենամեծ գաղտնիքի դիմաց։ Դա Վինչին նշել է, որ նկարում պատկերված երեխաները Քրիստոսն ու Հովհաննես Մկրտիչն են, բայց այստեղ ծագում է մի հարց. երեխաներից ո՞ր մեկն է Քրիստոսը։ Այս փաստի մասին հեղինակը ոչ մի տեղեկություն չի թողել։ Միգուցե սա էլ նույնպես նրա կոդավորումներից մեկն է։ Եթե ուշադիր նայենք նկարին, ապա կտեսնենք, որ բոլոր 3 պերսոնաժները ցուցադրում են ձախ կողմում գտնվող երեխային, որի վրա Աստվածածինը դրել է իր ձեռքը։ Երեխան ձեռքերը սեղմել է իրար, որը աղոթքի նշան է, իսկ աջ կողմում գտնվող երեխայի մատները բնութագրում են Մկրտչին։ Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ անծանոթ կնոջ ցուցամատի ուղղությունը դեպի ձախ կողմում գտնվող երեխան է, իսկ ցուցամատի այդ նշանը քիչ առաջ նշված նկարներում բացատրվում էր որպես Աստծո գտնվելու վայրը։ Այս մի քանի վարկածները փաստում են նրա մասին, որ ձախ կողմում գտնվող երեխան Հիսուս Քրիստոսն է, բայց սրանք միայն վարկածներ են։ Շատ հնարավոր է, որ Քրիստոսը աջ կողմում գտնվող երեխան է։ Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի գործերից է նաև խորհրդավոր ընթրիքը հռչակավոր նկարը։ Այս նկարում առկա բոլոր անձինք ներկայացված են հատուկ ձևով։ Հայացքները, ձեռքի շարժումները եւ այլ բնորոշումները նկարին ինքնին տալիս են խորհրդավորություն։ Այս նկարում եւս առկա են մի շարք կոդավորված բաներ։ Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, թե ինչպես է այս մարդը թաքցնում դանակը։ Սա խորհրդանշում է Հուդային։ Նաև տեսնում ենք Հիսուսից աջ գտնվող մարդու զարմանքը։ Ի՞նչն է այդպես զարմացրել նրան։ Բոլորը ինչ-որ խառնվածքի մեջ են, բացի Քրիստոսից եւ իրենից ձախ գտնվող կնոջից, որոնց հայացքում հանգստություն է երևում։ Ի՞նչն է կապում նրանց։ Ինչ ընդհանուր բան կա նրանց միջև։ Այս հարցի պատասխանը տարիներ առաջ տվեց մի ամերիկացի հետազոտող։ Նախ նա փորձեց տալ այն մեծ տարածության բացատրությունը, որը գտնվում էր կնոջ եւ Հիսուսի միջև։ Ըստ նրա, եթե ուղիղ գծով միացնենք իրար կնոջ եւ Քրիստոսի մարմնի եզրագծերը, ապա կնկատենք, որ այն նմանվում է լատիներեն մտառի։ Այստեղից հետևություն, որ այդ կինը Սուրբ Մարիամ Մագդալենացին է։ Իսկ հիմա դիտենք ավելի ուշադիր։ Եթե փոխենք դիրքը, ապա կտեսնենք հետևյալը։ Այստեղից արդեն պարզ է դառնում նրանց հանգստության պատճառը։ Սա առայժմ նկարի լավագույն բացատրությունն է, բայց որոշները համոզված են, որ նկարը մի մեծ գաղտնիքների պահոց է։ Այս ամենը մի փոքր մասն է այն մեծ ժառանգության, որը թողել է մեծագույն արվեստագետներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչին։ Նրա կատարած գործերի մասին կարելի է խոսել ժամերով, իսկ այն կոդավորումները, որոնք նա թողել է իր գործերում եւ որոնք դեռևս չեն բացահայտվել, մշտապես հետազոտողների ուշադրության կենտրոնում են։ Ճիշտ է, դա Վինչին ինքնին առեղծված է, բայց չէ որ նրա բոլոր գործերը, բացի առեղծվածային լինելուց, ունեն նաև հրապուրող, հեքիաթային, երևակայական գեղեցկություն, որոնք գրավում են յուրաքանչյուրին, մտնում ամեն մեկի հոգու մեջ։ Լեոնարդո դա Վինչին եղել է եւ ընդմիշտ կմնա պատմության մեջ ամենահռչակավոր արվեստագետը՝ մարդ, հանճարեղություն։